Գումրու լրատվականին հասած տեղեկությունների համաձայն Վանաձոր քրեակատարողական հիմնարկի դատապարտյալը հաղորդում է տվել, որ դաշնամուրի գործանի փլուզումը կազմակերպված է եղել եւ առաջիկա օրերին պատրաստվում է պայթուն իրականացնել երիտասարդական կամ Բաղրամյան մետրոպոլիտենի կայարաններից մեկի տարածքում։ 2025 թվական դեկտեմբերի 1 ժամը 10:12-ին ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ փլուզվել է Երևան քաղաքի Շիրակի փողոցում գտնվող չգործող դաշնամուրի գործանի արտաքին պատը։ Դեպքի վայր էին մեկնել ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հերթապահ խմբերը։ Սակայն դեպքից հետո ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում։ Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն դեկտեմբերի 2-ին Վանաձոր քրեակատարողական հիմնարկից իրավապահներին է ահազանգել դատապարտյալ Գառնիկ Բաղդասարյանը, որը 2023 թվականից Վանաձոր քրեակատարողական հիմնարկում է Հայաստանի Հանրապետության նախկին քրեական օրենսգրքի 44-155 հոդվածի եւ 259 հոդվածի մեղադրանքով եւ հայտնել Երևան քաղաքի դաշնամուրի շենքի պայթունը կազմակերպված է եղել իր ընկերոջ կողմից եւ առաջիկա 10 օրերի ընթացքում պատրաստվում է պայթուն իրականացնել երիտասարդական կամ Բաղրամյան մետրոպոլիտենի կայարաններից մեկի տարածքում։ Արդյունքում իրավապահները գնացել են դատապարտյալի ահազանգի հետքերով եւ այցելել Վանաձոր քրեակատարողական հիմնարկ։ Մասնավորապես մեզ հասած տեղեկությունների համաձայն իրավապահ համակարգի ներկայացուցիչը Վանաձոր քրեակատարողական հիմնարկ է մուտք գործել դեկտեմբերի 5-ին, որտեղ հանդիպել է անձամբ դատապարտյալ Բաղդասարյանի հետ։ Դատապարտյալը իրավապահ համակարգին ներկայացուցին եւս մեկ անգամ նշել է, որ ինքը համաձայն չէ իր մեղադրանքի հետ, ուստի իր ընկերոջ միջոցով կազմակերպվել է նշված պայթունը, միաժամանակ հայտնելով, որ շարունակելու է կազմակերպել պայթուններ այլ մարդաշատ վայրերում, որպեսզի դրանից հետո իր հետ արդար վերաբերվեն։ Դատապարտյալի հաղորդումը ուղարկվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական բաժին։ Իրավապահները կփորձեն հասկանալ, ինչ կապ ունի դաշնամուրի գործանի փլուզման հետ դատապարտյալը եւ արդյոք նրա պնդումները հիմնավոր են թե ոչ։ Կհետևենք քննության ընթացքին։